Պարոն Մարտանյան, ճիշտ հասկացանք, այսօր կառավարությունում հանդիպում է լինելու մարզպետի հետ։ Ոչ թե կառավարությունում, ես ասում եմ կառավարության նիստ կա, որին կմասնակցի մարզպետը, կվերջացնի, կզանգի ինձ եւ կպայմանավորվենք, որտեղ ենք հանդիպում, Հանդիպում լինելու է մարզպետի հետ։ Միանշան։ Ներկայացուցիչներ քանի հոգ են լինելու։ Ոչ մի ներկայացուցիչ, ես ու մարզպետը։ Տարբերակները խնդրեմ հակիրճ ներկայացնեք, հա, 3 տարբերակի մասին է խոսքը։ Շատ ներողություն, երկար է տարբերակները, կարճ մեկը անվճար մարդկանց իջացներ շոշ, անվճար հաներ մուլտիտրասի միջոցով, որին համայնքը համաձայն չի եղել ի սկզբանե, որին մենք համաձայնություն էինք տվել, կոնկրետ ես համաձայնվեցի։ Շատ լիքն է։ Հա, պատճառը դա էր, որ ինքը լիքը գալու է, առանց այդ էլ ինքը այս պահին էլ չի կարողանում իր լիարժեք ուղղափոխադրումը իրականացնել։ Դա այլ խնդիր է։ Այս պահին իր ստանձնած պարտականությունը մուլտիտրասը չի կատարում, որի մասին մենք նաև փաստական տվյալներ ունենք, ուզում ենք այդ առումով հանդես գայինք, բայց քանի որ մտածում ենք, եթե ներհամայնքային տրանսպորտային միջոց լինի, մուլտիտրասը ի սկզբանե երևի դուրս կգա, որտեղ իրան ձեռնատու չի լինի ստե աշխատել։ Երկրորդ տարբերակը ունենում էր համայնքը իր սեփական տրանսպորտային միջոցը ընդունելու էր վարորդներ, որոնք բյուջեից, Քասախի բյուջեից 66%-ով կլներ, թե Քասախի բյուջեից, թե համայնքի բյուջեից կօգտվեր, կֆինանսավորվեր եւ կստանային պետական աշխատավարձ, ես ինքս վարորդ եմ, կարծում եմ նման վարորդներ ճարել շատ դժվար կլներ ու ինքը ժամանակատար է, մոտավորապես 6-7 ամիս Քասախ համայնքի մեջ կլիներ, այո։ Քասախ համայնքի մեջ կլներ, ներ համայնքային ուղևորափոխադրման մասին էր խոսքը, Քասախի բնակիչներին ընդամենը իջացնել շոշ, որտեղ կար նաև 25 համարի Պրոշանի տրանսպորտային միջոցը եւ նաև 59 համարի Քասախի նախկին տրանսպորտային միջոցը։ Ոչ, դա կվճարվեր համայնքը, վարորդները կստանան պետական աշխատավարձ, նաև դրանից հետո վառելիքի հարց կար, նաև մեքենաների սպասարկման հարց կար, որը ինքը ժամանակատար ու ծախսատար։ Երրորդ տարբերակը որն է։ Երրորդ տարբերակ ունենում էինք ներհամայնքային տրանսպորտային միջոց, անհատ վարորդները գալիս էին, կնքում էին պայմանագիր, 50 դրամով կատարում էին ուղևորափոխադրում եւ այդ 50 դրամը մնում էր իրենց որպես ծախս եւ աշխատավարձ եւ ամեն ինչ։ Համայնքը դե վճարում, այո, մինչեւ Մայրուղի Քասախ համայնքի տարածքով 1 ու մինչեւ Մայրուղի բանը 50 դրամը, որը որ կվճարեր Քասախցին ուղևորը, որը որ կվճարեր, ինքը վարորդ կտնօրիներ այդ գումարին եւ իր սպասարկումը կաներ, դա իր աշխատավարձի, թե իր մեքենայի սպասարկման գազի համայնքը դե էլ արդեն որևէ ծախս չէր անի։ Եվ կարծես այսեղ 4 տարբերակն է, որ պահանջում են 59 համար, պետքին նախին տարբերակը նաեւ կա, ժողովուրդը ասում են 59 համարը պետքա բարձրանա վերև, նաև ժողովրդի կարծիքն է, ես խնդիր չկա, ես ուղղակի ուզում եմ հասկանամ բնակիչը վերջնական իր խոսքը ասի, որ ես այդ տարբերակով առաջնորդվեմ։ Եվ ճիշտ հասկացանք, ճանապարհ պետք է փակվեր, սակայն մարզպետի այս առաջարկից ելնելով շատ ճիշտ եք հասկանում, մենք այսօր հավաքվել էինք ստե, որ մենք պետքա Մայրուղին փակեինք, բայց մարզպետի գործնական առաջարկությունների ինք ըստ էության ասում է դուք գնացեք, որոշեք ձեր տարբերակները, բոլոր տարբերակները քննարկվելու եւ հասկանալու են, այդպես որևէ ղեկավար մեր հետ չէր խոսել, որ ըստ էության ուզենար ամեն ինչ անել, որը որ Քասախցին համաձայնա դրան, իհարկե բավարարող տարբերակ է, մենք փորձենք զրուցել։ Հանդիպումը քանիսի ժամ կա։ Ես ասում եմ, կառավարության նիստը կավարտվի, մենք այսպես ենք պայմանավորվել։ Ես խնդրեցի, որ այսօր առավոտյան հանդիպել, մարզպետը ասեց, որ ես ունեմ կառավարության նիստ, որին չեմ կարող չմասնակցել։ Կվերջանա կառավարության նիստը, ես կզանգեմ, կպայմանավորվենք տեղ, որտեղ կլինի, էդ էլ հստակ չի, տեղ կպայմանավորվենք, կգնանք եւ ըստ էության կխոսենք այն թեմաներից, որը որ դու համայնքում հիմա քննարկած կլինես, որոշած կլինես։ Շնորհակալություն։ Համեցեք։ Մենք պետք է միատիմի գանք, հասկանանք ինչ ենք անելու, որ մեր ներկայացուցիչը գնա պատասխան տա դրան։ Ասեք ինչ եք ուզում։ Այդ երկու հոգին է որոշողը, կապ չունի քանի հոգի։ Քանի հոգի, ինչքան որ կանք, հիմա մենք ենք որոշողը։ Ուրեմն դուք եք ասելու։ Ասեք ինչ եք ուզում, ոնց եք ուզում, որ գնա, ժամի 3-ին պիտի գնա հանդիպման։ Իմ անձնական կարծիքն է, որ 59 համարը ոնց աշխատել է, թողա այդ 59 համարը իր գծով էլ աշխատի, նույն ձևով իշնի գնա։ Всё, ընդ
ուրիշ մեքենաներ, ուրիշ համարի մեքենաներ կաշխատեն, առավելևս թող աշխատեն, մենք ոչ մի բան չենք կարող դեմ լինենք։ 59-ը ճիշտ է բոլոր դեպքերում։ Այդ այսինքն առաջարկները 50 դրամով կամ անվճար Հա, համարը։ ես որովհետև դա իմ կարծիքով, այդ 50 լավ առաջարկություն է, բայց չի որ Քասախի մեջ տրանսպորտ աշխատի, շատ լավ կլինի, որ մարդիկ հեռու տեղերից, սեփական տարածքներից նորմալ մարդավարի կան հասնեն ինչ-որ մի տեղ, հանդից օգտվեն տրանսպորտից։ Բայց մի քիչ կասկը թերը հավատեն, որ այդ նորմալ կաշխատի այդ 50 դրամով։ Բայց 59 համարը բոլոր դեպքերում որ բարձրանա, որովհետև դուք որ առավոտյան առիթ ունենաք, գաք տեսնեք այդ մեքենաները որ տեղափոխում են քաղաք, հա, ինչ վիճակ է առավոտյան ժամ 8-ին արեք, ստե կամերաները դրեք ու տեսեք, այն կանեցից արդեն լցում է այդ գազելները, էլ ստես կարելի ասել այս կանգառնում չէր կանգնում։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Կարևոր որոշում են կայացնում։ Ես ուզում եմ որ լրագրողներն էլ այս պահին, որտեղ դուք եք որոշողը, ես էլ ասում եմ հետևյալը։ Ժողովուրդ ջան, ես իրիկուն հանդիպելու եմ մարզպետի հետ։ Ինչ որոշում, որ դուք կայացնեք, բոլոր որոշման տեր են։ Խոստանում եմ, ամբողջ ամեն ինչս ներդնեմ, ձեր որոշումը կայացնեմ։ Ես ձեզ տարբերակներն առաջարկել եմ։ Տարբերակը դեր համանքային տրանսպորտային միջոց ունենալ կամ 59 համարը բարձրանալ Քասախ։ Հիմա ես երկու տարբերակը հատ կասեմ, խնդրում եմ ծափահարությունների միջոցով, որ ես հասկանամ, որին եք կողմ, որին եք դեմ։ 59 համարը բարձրանում է Քասախ համանք։ Ներ համանքային տրանսպորտային միջոց ենք ունեն։ Հարգելի լրագրողներ, ձեր ներկայությամբ արձանագրվեց, որ Քասախ համայնքի պահանջը 59 համարի տրանսպորտային միջոցը համայնք բարձրանալն է։ Ես Արթուր Մարդանյանս խոսք եմ տալիս իմ համայնքի հարցը մինչև վերջ բարձրացնել, ես այսօր կհանդիպեմ մարզպետի հետ։ Եթե մենք լուծման չգանք, եթե 59 համարի տրանսպորտային միջոցը չի բարձրանա եւ իր նախկին ձևի չի աշխատի, մենք մեկ օր, այսինքն վաղը կտանք ժամանակ այդ որոշումը կայացնելու։ Հակառակ պարագայում, վաղը չէ մյուս օրը, սիրելի քասախցիներ, լսեք ուշադիր, հակառակ պարագայում, եթե մեր պահանջը չի կատարվելու, վաղը չէ մյուս օրը մենք փակելու ենք Երևան աշտարակ մայրուղին։ Համաձայն եք դեռ։ Այո։ Մենք բոլորս իրար հասկացանք։ Այո։ Վերջնական խոսքն է։ Հասկացանք։ Պատրաստվել է պետ ամեն ինչին։ Պատրաստեք, գնացեք, ժողովրդին ասեք, ժողովուրդ ջան, ձեր գալը, դուր ջան, կարևորը, հանեք, բերեք։ Մենակ կլնեմ, էլի անելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ մենակ կլնեմ, էլի անելու եմ։ Չմտածեք, շատ մարդ եկավ, քիչ եկավ, հանկարծ որևէ մեկը դուխները չգցի։ Դուք չեք պատկերացնում։ Այսօր իմ ունեցած տվյալներով, եթե ես այսօր մայրուղին փակեի, երկու հատ շատ բարձր պաշտոնյա հրաժարականի դիմում էին գրելու։ Չեմ մանրի։ Այսօր ես եթե փակում էի Քասախ համայնք, ուշադիր լսեք, հարցը դրված է եղել հետևյալ կերպ։ Եթե այսօր աշտարակ Երևան մայրուղին փակվելու էր, կառավարությունը նիստի ժամանակ երկու բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմումով պտետային ընդեր։ Այսինքն եթե լուծում փակեք կրկին այդ հրաժարականները։ Ես չգիտեմ վաղը չէ միսօր ինչ կլինի, բայց այս պահին այդ վիճակն է։